Նինա ջան, որերորդ անգամ խոսում է CPA-ի մասին, կմանրամասնես մեզ լսողներին, թե ինչ է նշանակում CPA-ը։ Լուիզ ջան, արի հիշենք էլի առաջին մեր ինտերվյուից մի հատված, երբ որ ես նշեցի, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ փոքր ու միջին բիզնեսում մի հաշվապահը անում է բիզնեսի հաշվապահության ամբողջ սայքլը, ներառյալ հարկային մասը, Ամերիկայում այդպես չի, բաժանված է գործը bookkeeper-ի, accountant-ի, CPA-ի միջև։ CPA-ը հապավում է, բացվում է այսպես Certified Public Accountant, այսինքն դրանք մասնագետներ են, ովքեր սերտիֆիկացվում են, հանձնում են քննություններ եւ դառնում են հարկային գծով մասնագետներ, ովքեր բիզնեսի հարկային մասն են իրականացնում եւ represent են անում IRS-ում բիզնեսներին։ Այս տեսանկյունից պետքա մարդը ունենա bachelor degree նվազագույնը, հանձնի քննություններ եւ մոտավորապես դա 2 տարի է տևում եւ դառնա Certified Public Accountant, ովքեր որ էրիան շեշտում իրականացնում են բիզնեսների հարկային մասը։ Ի տարբերություն Հայաստանի, որտեղ արի միտքս ուղեմ, Հայաստանում ցանկացած մարդ կարա պեկին հաշվետվություն ստորագրի ուղարկի։ Դրա համար բավարար է ունենալ ID card, գրանցվել որպես օգտվող, լիազոր եւ աչոտը ստորագրել ուղարկել պեկ, պետական եկամուտների կոմիտե։ IRS-ը, պատկերացրու, Հայաստանում պեկն է, Ամերիկայում IRS-ն է։ IRS-ը չի ընդունում ցանկացած մեկից, այսպես ասած, հա, աչոտ։ Դա հատուկ պետքա represent եղածնի, ներկայացված ստորագրված լինի CPA մասնագետների, tax preparer-ների կողմից։ Դա է Certified Public Accountant-ի դերը ամերիկյան բիզնեսում։ Շատ